Խոսքս ուղղում եմ ընդդիմությանը, այսօր Նարեկ Կարապետյանը խոսում էր այն մասին, որ եթե որոշեն խորհրդարան մտնել, ապա իրենք կկարողանան մասնակցել գլխավոր դատախազի ընտրությանը, կկարողանան մասնակցել ազդեցություն ունենալ դատավորների ընտրության վրա, այդպիսով կկարողանան ազդել նաև քաղբանտարկյալների հետ կապված հարցերի վրա։ Ուզում եմ հարցնել, պարոն Կարապետյան, դուք դրա համար էիք մասնակցում ընտրություններին։ Թե մասնակցում եք, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան 300,000 ադրբեջանցիները հետագայում չկարողանան զավթել մեր երկիրը, որպեսզի չգնանք դեպի կործանման, թրքացման, որպեսզի մեր երկիրը լինի անվտանգ եւ հզոր տնտեսությամբ։ Հիմա այդ ամեն ինչի մասին մոռացվել է, փաստորեն ստացվում է, որ ձեր խնդիրը գլխավոր դատախազն է կամ ձեր խնդիրը միայն քաղբանտարկյալներն են։ Ուզում եմ հուսալ, որ ոչ։ Ինչ վերաբերում է նրան, որ վիճարկվում են ընտրությունների արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում, վիճարկվելու են նաև սահմանադրական դատարանում, ապա ասեմ, որ օրինակ կարող եք Արամ Վարդևանյանին հարցնել, ինքը ձեզ շատ մանրամասն կասի, թե ինչ ճակատագիր է ունենում, երբ ընդդիմադիր ուժերը կենտրոնական ընտրական հանձնաժողովում կամ սահմանադրական դատարանում վիճարկում են ընտրությունների հետ կապված արդյունքները։ Տեսանք ինչ եղավ, եկանք գլորվեցինք մինչև հերթական ընտրություններ։ Ես տեսա, որ այսօր Իշխան Սաղաթելյանը եւս խոսել է սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ Պարոն Սաղաթելյան, դուք էլ ձեր դաշինքն էր 2021 թվականին դիմել սահմանադրական դատարան, հաջողության հասաք։ Նարեկ Կարապետյանի հետ էլ քանի որ խոսում եք միասնական գործողությունների վերաբերյալ հնարավոր քննարկել եք, որ հայտնվում եք խորհրդարանում որևէ ազդեցություն, կարողանում եք որևէ որոշման վրա ունենալ։ Կարողանում եք հանձնաժողովի փոխնախագահ նշանակել, հանձնաժողովի նախագահ նշանակել։ Ձեզ մի կերպ ազգային ժողովի փոխնախագահ էին նշանակել, հետո ինչ եղավ։ Կարողանում եք նախագծեր անցկացնել։ Արցախի վերաբերյալ նախագիծ էիք ուզում անցկացնել, հազարավոր մարդիկ փողոցում չկարողացաք, չհաջողվեց։ Նիկոլ Փաշինյանի ժամանակահատվածում ընդդիմությունը շանս ունի արդյունավետ աշխատել խորհրդարանում։ Պարոն Սաղաթելյան, դուք լավ գիտեք։ Դուք լավ գիտեք, որ հետո գործը հասնելու է բռունցքների, հետո գործը հասնելու է շիշ շպրտելու, ու այդպես անբովանդակ գործողությունների։ Հիմա եթե միասնական որոշումների մասին եք խոսում, փորձի փոխանակում արեք, պարոն Սաղաթելյան։ Դուք հո գիտեք, կամ խոսում էին այն մասին, որ վերջ արդեն ընտրված վարչապետ կա, նիստեր էր իրականացվում։ Մեկն էլ խոսում էր այն մասին, որ եթե ուժերից մեկի առաջնորդը, խոսում էր այն մասին, որ եթե հաղթանակը ժողովրդից գողացվեց, ապա հեղափոխություն կլինի։ Ուր է հեղափոխություն։ Ուր է։ Ստացվում է, դուք պատրաստ եք ինչ-ինչ հարցերի պատճառով, շատերից մոտ կարող է նաև կասկածներ առաջանալ հնարավոր գործարքի վերաբերյալ լեգիտիմացնել այս խորհրդարանը։ Սա նշանակում է, որ դուք այսուհետև պատասխանատվություն եք կրելու, եթե մեր երկրում թեկուզ միթիս հող հակառակորդին տրվեց։ Թե զավթեց, թե սահմանազատման քողի ներքո տրվեցին, եթե այլ կորուստ ունեցանք։ Դուք չեք տեսել, որ խորհրդարանում ընդդիմության կարգավիճակում որևէ բան Նիկոլ Փաշինյանի գործողություններից դուք չեք կարողանում ախր կանխարգելել։ Արցախի հանձնումը կանխարգելեցիք, սկսած Աղավնոյի Բերձորի հանձնումից մինչև բլոկադա, մինչև Արցախի ամբողջական հանձնում, ինչը կանխարգելեցիք։ Որևէ բան չեք կանխարգելել։ Գիրանցում ապօրինի սահմանազատումը, հողերի հանձնումը կանխարգելեցիք։ Ոչ, ձախողումների գնացիք, որովհետև ինչպես միշտ քաղաքական հաշվարկները դուք ճիշտ չեք անում կամ միտումնավոր ճիշտ չեք անում։ Խոսում եք 8 падգամավորների Նարեկ Կարապետյանն էր խոսում, իրենց կողմը քաշելու վերաբերյալ։ Այս հարցով էլ խոսեք, թող առաջնորդները միմյանց հետ խոսեն, թող Սամվել Կարապետյանը խոսի Ռոբերտ Քոչարյանի հետ, թող խոսի նաև Սերժ Սարգսյանի հետ։ Որևէ падգամավորի կարողացել է ընդդիմությունն իր կողմը քաշել։ Անկամ Հովիկ Աղազարյանին չէիք կարողացել ամբողջական ձեր կողմը քաշել, ինչի մասին եք խոսում։ Մի խաբեք ժողովրդին, որովհետև հետևանքները լինելու են անդառնալի։ Մի մսխեք մեր բոլորի վստահությունը եւ դուք էլ ԿՊ-ի նման մի տրորեք մեր եւ ձեր արժանապատվությունը։
Եթե չեք կարողանում որևէ գործընթաց ավարտին հասցնել, մի մտեք դրա մեջ, հուսախաբ մի արեք մեզ եւ մի թույլ տվեք, որպեսզի ժողովուրդը ինքը մտածի, որ մեկ է մորթվելու է, որովհետեւ բոլորը նույնն են, բոլորը Նիկոլ են։